Որքան գումար ծախսեցի Իտալիայում, հաշվենք միասին։ Մինչև հասնենք Իտալիա, արդեն հարբած ենք լինելու քո կենացի սիրել։ Երկկողմանի ուղիղ թռիչքի համար վճարեցի 35 եվրո։ Ես վերցրեցի նաև ուղեբեռ 66 եվրո։ Հասնում ենք Նեապոլ քաղաք, որտեղ իդեպ շատ են գողություններն ու կրիմինալը։ Հյուրանոցի 3 օրվա համար վճարում ենք 360 եվրո։ Սիրունանում պատրաստվում ու արդեն գնում ենք դեպի Պոզիտանո։ Նեապոլից Պոզիտանո գնում ենք նավով, որի համար նախապես ամրագրում չեն կարել եւ տեղում վճարել ենք 31 եվրո։ Ճանապարհը տևում է մոտ 1 ժամ ու հասնում ենք Սիրունագույն քաղաք։ Ուղղակի նայեք ինչքան Սիրուն է ամեն անգամ։ Այստեղ սպոնտան որոշում ենք տեղում հյուրանոց ամրագրել եւ 1 գիշեր մնալ այստեղ։ Որն էր արժանում 400 եվրո։ Ասեք, որ այս տեսարանը արժեր էս գումարին, թե չարժեր։ Այս քաղաքը անverջ քալելու մասին է, աստիճաններից արդեն տրավմա եմ ստացել։ Բավականին բարդ է, մանավանդ եթե դուք պլանավորում եք ճանապարհորդություն փոքրիկ բալիկների հետ։ Սրճարանների գները կարծում եմ բարձր էին։ Ցանցերը սկսվում էին մոտ 30 եվրոյից, պաստաները մոտ 65 եվրո։ Այ Իտալիայում դուք պարտադիր պետք է փորձեք լիմոնչելլո սորբետ։ Համար պետք է վերադառնալ։ Հա 10-ից մի միլիարդ։ Համ որը չի կարող կրկնվել այլ երկրներում։ Սորբետի գները տարբեր էին՝ 7 եվրո, 12 եվրո, կախված որտեղից եք գնում։ Առավոտյան կրկին զարթնում ենք Սիրուն տեսարանով ու իջնում Նախաճաշի։ Իդեպ Նախաճաշը նույնպես ներառվում էր 400 եվրոյի մեջ։ Ոչ մի մարդ այստեղ չկար ու այս ամբողջ տեսարանը պատկանում էր միայն մեզ։ Սնվում ենք ու պատրաստվում, որ արդեն էլի նավով ճանապարհվենք դեպի Կապրի։ Պոզիտանոից դեպի Կապրի գնում ենք էլի նավով, որի համար վճարեցինք 29 եվրո։ Բարև ձեզ։ Ճանապարհը տևեց մոտ 40 րոպե։ Շոփինգի գները չեմ նշի, քանի որ սա ավելի ինդիվիդուալ է։ Իրականում բավականին տարբեր էին Կապրին ու Պոզիտանոն, խորհուրդ եմ տալիս այցելել երկուսն էլ։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Համով ուտելիքներ վայելեցինք։ Մի խոսքով համարում եմ այս 3 օրերը լիարժեք ստացված։ Երեկոյան արդեն նորից նավ ենք նստում եւ Կապրիից ուղևորվում դեպի Նեապոլ արդեն մեր հյուրանոց։ Հուսամ այս ռիլը օգտակար էր, չմոռանաք սրտիկել, սեյվ անել ու թողնել ձեր մեկնաբանությունները։